Ես գնում եմ հայրենիք կուսակցություն, այնտեղ պետք է հանդիպեմ փաստաբանների հետ։ Ես նախատեսում եմ զրուցել հայրենիք կուսակցության ներկայացուցիչ կանոնավորված Խաչիկ Գալստյանի մասին։ Իդեպ այսօր փաստաբան Արսեն Բաբայանը տարածել է Խաչիկ Գալստյանի ուղերձը ազատազրկման վայրից, ինչև կհասնեմ, ուզում եմ դա ներկայացնել։ Մեջբերում եմ սիրելիներ, շնորհակալ եմ համախոհներիս ու գաղափարակից ընկերներիս այսօրերին ցուցաբերած աջակցության ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար։ Գիտեմ, որ շատ դժվար է Նիկոլի Հայաստանում, որտեղ հետապնդվում է հայ խիղճը, հավատքն ու հայրենասիրությունը, փոխարենը փառաբանվում է ստամոքսը, սատանիզմն ու պանթուրքիզմը։ Կոչ ու հորդորս բոլորին չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել, ընդհակառակը հավատալ, համախմբվել եւ հաղթել։ Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն եւ հետգրություն։ Թակիր, որ բացես, փնտրիր, որ գտնես։ Մեջբերման ավարտ Խաչիկ Գալստյանի ուղերձից, որը փոխանցել է Արսեն Բաբայանը։ Բարև ձեզ։ Այսօր իմ ձեր գրասենյակ գալու նպատակը հենց Խաչիկ Գալստյանի մասին խոսելն է, այսինքն կուսակցական գործերով չենք խոսում, այլ խոսում ենք կուսակցական գործընկերոջ մասին, որը այսօր գտնվում է փաստորեն այսպես անհասկանալի իրավիճակում։ Մեղադրանքը հասկանալի չէ, ապացուցված չէ, չգիտեմ, ինչ որ իրեղեն ապացույց, տեսագրություն, գաղտնալսում, ինչ որ մի բան կա թե չէ, մեզ հայտնի չէ, բայց մարդը արդեն 1 ամիս է այս նախընտրական կարևոր շրջանում, երբ յուրաքանչյուր կարևոր կուսակցականի աշխատանքը պետք է որոշի առաջիկա ամիսներին եւ քվեարկության ելքը գտնվում է անազատության մեջ։ Հիմա ինչ եք ասում, պարոն Բաբայան, կարելի ես ձեզ կտամ միկրոֆոն։ Մենք նաև նկատենք, որ Խաչիկ Գալստյանը հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղարն է։ Այո, պարոն Վանեցյանն ասաց, որ նա կարևոր գործ ունի անելու կազմակերպչական հարցերում, գաղափարական հարցերում եւ ենթադրվում է, որ իշխանությունն էլ դրա մասին գիտի, այսինքն ոչ թե ենթադրվում, այլ հաստատ գիտի դրա մասին, որ Խաչիկ Գալստյանն մեր կուսակցության գլխավոր քարտուղարն է առանցքային դեմքերից, որ իսկապես շատ մեծ աշխատանք ունի անելու ընտրությունների համար եւ սա էլ հենց այն պատճառներից մեկն է, որ Խաչիկ Գալստյան հիմա քաղբանտարկյալի կարգավիճակում գտնվում է բանտում, բանտային կալանքի տակ։ Այսինքն այստեղ ինչ պայմաններում է նա ինչպես է իրեն զգում, ինչ եք մի փոքր իր մասին խոսենք այս պահին, ինչ տեղեկատվություն ունեք իր մասին։ Առողջական վիճակ, տրամադրություն, չնայած պարոն Վանեցյանն ասաց, որ նա շատ էսպես տոկուն մարդ է, բոլորին ասում է, որ ուժեղ եղեք, մի անհանգստացեք։ Գրեթե ամենօրյա ռեժիմով այցելում եմ Խաչիկ Գալստյան, բնականաբար տոկուն, բնականաբար տրամադրությունը բարձր, բարբերաբար ուղերձներ է հղում, որ ես Facebook-ում հրապարակում եմ, բոլորին կոչ անելով լինել համբերատար եւ հավատալ, որ ի վերջո բարին պիտի հաղթի չարին։ Եվ շարունակում է նա իր հենց այն ворթեգրած, հա, կամ այն սկզբունքներին հետևել, որի համար հիմա փաստորեն քրեակատարական հիմնարկումը բանտում է, որովհետեւ եւ չկա փաստորեն ոչ մի ապացույց այդ մեղադրանքը հիմնավորող վերջի շրջանում քաղաքական հետապնդումները ցույց են տալիս, քաղաքական բանտարկումները ցույց են տալիս, որ պետք է չի ոչ մի ապացույց, որևէ տվյալ, ոչինչ ոն պետք չի, որովհետեւ այդտեղ իրավաբանություն էլ չկա, որովհետեւ եթե վերադառնանք իրավաբանություն, հասկանանք, որ ընդհանրապես չէր կարող նույնիսկ մեղադրյալի կարգավիճակ ունենալ։ Էլ ուր մնաց 2 ամսյա ժամկետով դեկտեմբերի 30-ին նոր տարուց ընդամենը 1 օր առաջ հա մտնել տուն, խուզարկեն, հետո տանից հանեն, անեն անմիջապես դատարան եւ բանտարկեն, ուղարկեն բանտ։ Չէր կարող այսպիսի բան լինել։ Այո, չկա որևէ լուրջ, որևէ արժանահավատ տվյալ գոյություն չունի, որը կարող էր այն փոքր սահմանում հաստատել, որ Խաչիկ Գալստյանը հնարավոր է կատարել է հանցագործություն։ Կան ինչ-որ տարօրինակ ձայնագրություններ, տարբեր մարդկանց, տարբեր խոսակցություններ, աշխատանքային խոսակցություններ, կենցաղային խոսակցություններ։ Մանրամասն հետևել են Խաչիկ Գալստյանին, հա։ Խաչիկ Գալստյանը ընդհանրապես չկա այդ խոսակցությունների մեջ։ Այլ մարդկանց այլ մարդիկ իրար հետ խոսում են տարբեր թեմաներով, այնտեղ կարող է օգտագործվել Խաչիկ կանոն ազգանունել ընդհանրապես ուրիշ բան, աշխատանքային հարաբերություններ հարցերի շուրջ, դա քննչականը, ինչպես մենք շատ համոզվել ենք արդեն, այդ բոլոր ձայնագրությունները այսպես գլխի վար շուռ տա եւ ինչպես ուզի այդպես էլ ներկայացնի։
Եվ հայտնի չէ այդ ձայնագրությունները ինչ հիմքով են կատարվել, արդյոք դրանք օրինական։ Դե դրանց մենք հետո կանդրադառնանք, երբ որ արդեն կունենանք ամբողջական նյութերը։ Այո, գիտեք, երբ դուք խոսում էիք, ես այսպեսի բան մտածեցի։ Մի քահանա ինձ ասաց, եկեղեցին հալածանքներով իրոք մաքրվում է։ Այսինքն պետք չի դրանից շատ վախենալ, հուսահատվել եւ այլն, նորմալ է։ Հալածանքը մաքրում է։ Եվ կուսակցությունները քաղբանտարկյալներով, այսպես ասած, դա էլ այսպիսի կուսակցական օծում է։ Եթե դու գնում ես պայքարի, եթե դու գնում ես անդիմադիր ես, երևի պետք է ունենաս քաղբանտարկյալ։ Տխուր բան եմ ասում, մարդկանց ճակատագիրն է, մարդկանց կյանքն է, նրանք վատ պայմաններում են, անմեղ են գուցե, բայց գուցե այդպես է անցնում ճանապարհը անդիմությունից դեպի իշխանություն։ Գիտեք, ցավոք սրտի, այո, այդպես է անցնում, բայց այդպես չպիտի անցնի։ Այդպես պիտի չլինի։ Երբևէ քաղաքական հայացքների կամ քաղաքական դիրքորոշում հայտնելու համար, արտահայտելու համար կամ ընդդիմադիր կեցվածքի համար որևէ մեկը բանտում չպիտի հայտնվի, բայց այո 2020 թվականից առավել դա ընդգծվեց 21 թվականից սկսած, այո բոլոր լուրջ գործունեություն, լուրջ ընդդիմադիր գործունեություն իրականացնող կուսակցությունների ներկայացուցիչները գիտեն, որ վաղ թե ուշ, եթե շարունակեն այսպես լուրջ իրենց գործունեությունը հայտնվելու են բանտում, բայց իրենք պատրաստ են դրան։ Եվ բանդը այլևս լուրջ քաղաքական գործչին, լուրջ հասարակական գործչին, սկզբունքային մարդուն այլևս չի վախեցնում։ Տարեք բանտ, ինչ անեք, տարեք, պահեք, մի տարի պահեք, 2 տարի պահեք։ Ուղղակի զարմանալի է, որ այդպիսի գործողություններով փաստորեն իշխանությունը ընտրություններից առաջ իր համար էլ է խնդրեմ ստեղծում։ Հիմա ձեզ բռնել էին իշխանությունը զավթելու համար։ Հետո պարզվեց ոչ զավթել եք իշխանությունը եւ նույնիսկ արդարացվեցիք։ Սա, եթե դուք օգտագործեիք քաղաքական նպատակներով, դուք փաստաբան եք, դրա մասին այդքան շատ չի հիշատակվում։ Բայց եթե դուք դա քաղաքական նպատակներով օգտագործեիք, երևի հագին դա ձեր վարկանիշին, այսպես ասած, օգուտ կտար։ Փաստորեն դες մեղադրել են զավթելու մեջ, դուք չեք զավթել։ Նա բարձում է ես չեմ իշխանություն։ Ինքը եկել է իշխանության, ես էի յուրացրել, չէ՞։ Յուրացրել եք իշխանությունը դրա համար, ինչքան ժամանակ եք մնացել։ Ես քիչ, 22 օր, բայց հիշենք, որ ես 22 օրը ոչ մի քիչ չի։ Դե բայց հիմա որ Անուղ նույնիսկ մարդու 2 տարի անհամարտիկ իհարկե։ Ինչի է դեպ ինչի է այդպես, որտեղ դեռևս 19 թվականն էր, սրանք նոր էին եկել իշխանության։ Այն մի քիչ ամոթը կար մեջները։ Դուք հենց սկզբից ուզում էիք յուրացնել։ Հա, այն մի քիչ ամոթը կար մեջները, մի փոքր ամոթը կար մեջները։ Դրսից էլ երևի որոշակի ազդակներին ավելի, չգիտեմ, կամ ազդակները կան եւ իրանք էլ մի քիչ ավելի լուրջ էին դրան վերաբերում։ Ես գտնում եմ, որ դա էր միակ պատճառը, որ ինձ այդքան երկար չպահեցին, որովհետեւ ինձանից հետո էլի են եղել բազմաթիվ абսուրդային կալանավորումներ։ Մարդիկ տարի, 2 տարի, 2-ից ավել մնացել են բանտերում։ Հիմա մենք ունենք այս վիճակը, երբ որ քաղաքականությամբ զբաղվող, ակտիվ քաղաքականությամբ զբաղվող մարդը գիտի, որ այս ճանապարհը նաև պիտի բանտով անցնի որոշակի իմաստով։ Այո, կարող է անցնել։ Եվ ընդ որում ոչ միայն քաղաքական, նաև ընդհանրապես հրապարակային գործունեություն։ Նարեկին ունենք Սամսոնյան, Վազգենին ունենք լրագրողներին էլ դա վերաբերում է։ Աստորեն, այո, նաև հոգևորականներին 4 եպիսկոպոս էսպային կալանքի տակ են գտնվում, որովհետև նրանք ունեին հստակ դիրքորոշում, որ այսպես չի կարելի անել։ Իսկ մեր ընկերը Խաչիկը Գալստյան, Խաչիկ Գալստյան, ընտրակաշառք, այս երկու բառերը իրար կողք տնելիս միայն ծիծաղ կար առաջացնել, որովհետև Գալստյանի սկզբունքայնությունը կոռուպցիայի դեմ պայքարի առումով, ընտրակաշառքի տեղ չունենալու առումով, այդ ոչ միայն մենք, դա գիտեն նաև իր ուսանողները, չմոռանանք, որ Խաչիկը գիտությունների դոկտոր է։ Քաղաքագիտական գիտությունների դոկտոր, երկարամյա դասախոսական փորձով, պրոֆեսոր, չգիտեմ, հարյուրավոր ուսանողներ ունի։ Ուսանողներն են հաճախ ինձ հետ կապի մեջ, հա, կապի դուրս գալիս, քննարկում, զարմանում, չեն հասկանում, անհանգստանում, բայց չեն հասկանում ոնց կարելի է այս մարդուն։ Այսինքն այս իշխանության համար չկան որևէ այսպես կարմիր գծեր, չկան բարիերներ, կարող են նույնիսկ Գալստյանի նման մարդուն տանել ու կալանավորել։ Դե ենթադրվում է, որ նրա բացակայությունը խանգարող հանգամանք կարող է լինել կուսակցական աշխատանքի համար, բայց կարող է եւ օգնող հանգամանք լինել այն իմաստով, որ այս հետևողական անհասկանալի քայլերը համենայն դեպս ազդում են իշխանության վարկանիշի վրա։ Իսկ ժամանակը քիչ է եւ ամեն ինչը կարող է ազդել այսպես կամ այնպես։ Շնորհակալություն հարցազրույցի համար, բայց դուք ունեք էլի փաստաբաններ։ Ես ուզում եմ մի փոքր գրասենյակներ ցույց տամ։ Այստեղ եք դուք երևի նստում, քննարկում, համենայն դեպս սա բլոգ է,
կուսակցությունների գրասենյակների մասին, եւ ես կուզեմ, որ մարդիկ մի փոքր պատկերացում կազմեն, օրինակ որտեղ են աշխատում փաստաբանները, ես կուզեի մենք որպես փաստաբաններ առանձին ունենք մեր գրասենյակը, ես եւ իմ գործընկերս Հոսը Հակոբյան, մենք միասին հիմնադրել ենք գրասենյակը փաստաբանական եւ մեր գործունեությունը փաստաբանական քաղաքական կուսակցությունից դուրս ենք իրականացնում։ Դե սա կոնկրետ այս մեր կուսակցական գործունեության նվիրված քննարկումների համար հիմա գտնենք սոս։ Կարող ենք Պարոն Հակոբյան, սոս։ Այստեղ իրենք ունեն սուրճ խմելի տեղ, դա էլ ցույց տամ եւ գնանք առաջ եւ զրուցենք Սոս Հակոբյանի հետ եւս մի քանի, որովհետեւ եթե կարելի է ձեզ հետ էլ կուզեի զրուցել, գուցե նորից գնանք մեր այս զրուցավայրը եւ գիտեք ինչն է ինձ հետաքրքրում։ Երիտասարդ փաստաբանները, ես ուզում եմ հասկանալ, միանգամից դուք այսպես սկսեցիք ձեր գործունեությունը հենց քաղաքական գործերով։ Ձեզ համար երևի ավելի այսպես հեշտ է պատկերացնել, որովհետև ինպես հին մարդիկ նախկինում այսպիսի բաներ չեն տեսել, թեև մենք կարծում էինք, որ քաղաք բանտարկյալ կա, վիճակը այնքան էլ լավ չի, հագին փոփոխելու, այսպես երկիրը ավելի լավը դարձնելու կարիք կա, եւ այդ փոփոխելու ընթացքում մենք հասել ենք այստեղ։ Ինչ եք մտածում այս քաղբանտարկյալների գործերի մասին, ինչքան է ձեր լավատեսությունը, կկարողանանք օրինակ հասցնել, որ այդ մարդիկ դուրս գան բանտից եւ մասնակցեն ընտրական գործընթացին։ Ուզում եմ այսպես ձեր ինտուիտիվ անխատեսումը լսել։ Մեկ քաղբանտարկյալների տնեցիների, հարազատների, մեկ էլ երևի փաստաբանների համար ամենավատ պարագայում էլ, ամենավատ դատավորի պարագայում էլ մի փոքր հույս միշտ վերջում մնում է, որ այս դեպքում, ասենք այս երկարացման վաղ կամ այս բողոքի ժամանակ անձը ազատ է արձակվելու կամ գոնե ռեժիմն է փոխվելու, օրինակ բանտայինից դեպի տնային կամ վարչական հսկողության, այսինքն փաստաբանը միշտ էլ հույս ունի ոչ թե օդից վերցրած, այլ իր կատարած աշխատանքի ու առկա փաստերի հիման վրա, որ լավ ալնելու պարզ լեզվով ասած, բայց ինտուիտիվ ես չեմ կարող նման կանխատեսում անել, որովհետև մեր մոտ տարիների վեր ինչ զարգացել է այս ամեն ինչը, ժողովրդավարությունը իջել է, ռեպրեսիաները շատացել են։ Հիմա չի բացառվում են հազվադեպ հաջողությունները, որ գրանցվում է բողոքարկումներով եւ այլնով, ասենք մի քանի ամիս դա էլ չլինի Հայաստանում, այսինքն մենք այն տեմպով ենք գնում ես դեպի ավտորիտար համակարգ, նույն դատանները կամած, բայց արդեն երկար ժամանակ այն բանով են հետևողականությամբ են նահանջում, որ ինտուիտիվ կանխատեսումներ անելով կա լավ բանի, կա լավ կանխատեսումներ չանեն։ Ինտուիտիվ այսպես կանխատեսում արեցիք, որ կարող է լինել ավելի վատ միջև ընտրությունները։ Մենք ժամանակին չէինք պատկերացնում, որ նույն փաստաբանի նկատմամբ անհիմն, խոսքը չի գնում հանցագործություն արած փաստաբանի, բայց հաշվի առնելով, հա, փաստաբանի դիրքը, իրավական պաշտպանվածությունը, շփումները թեկուս մասնագիտական շրջանակների, որ անհիմն փաստաբանին կարան բռնեն նույն այդ պոլին տապալեն կամ բռնեն ինչ որ միցինգից տանեն, մի քանի ամիս պահեն, թողեն, ազատազրկեն։ Այսօր դա նորմալ է։ Այսօր մենք ունեցանք Ռուբեն Մխիթարյան, որին միցինգներից անհասկանալի անհիմն բռնեցին տարան ինչ որ ժամանակ պահեցին, ունեցանք Կոչուբաև, որը խոսքի համար ենթարկվեց այնց վերաբերմունքի, ոնց որ Ահաբեկի չկենթարկվել, ուզում ասեմ, այնց բաները արդեն եղել, որ գուցե մի երկու ամիս հետո ավելի անհասկանալի բաներ լինի, դրա համար ես այստեղ ինտուիցիան սովորաբար աշխատում է փորձառության, հա, ու իրերի երևույթների մասին պատկերացումներից։ Այնքան շատ բան ենք տեսել, որ մի տեսակ երևի գուցե եւ մեր վերաբերմունքը մի փոքր այլ է երիտասարդ մասնագետների նկատմամբ, բայց ես տեսնում եմ, որ այս տարիներին դուք այսպես արագացված տեմպով եք անցել այն ամենը, ինչ մենք տեսել ենք 20-30 տարվա ընթացքում, տեսել եք ամեն ինչ եւ ձեր խոսքը այսպես հենց առանձնապես լավատեսությամբ չի փայլում։ Թե առնվազն տեսեք, առնվազն 5-6 տարի այս վատ իմաստով զարգացումների ամեն օրը տեսել ենք, խոսացել ենք դրա մասին, իմացել ենք, ինչ որ առումով մասնակցել ենք, մասնագիտական կամ քաղաքական, հա, ասպարեզներով, հետեւաբար այս վերջին տարիներին ամեն տարին մի քանի տարի կարելի է հաշվել քաղաքական գործերով փաստաբանների համար, որոնք տեսան շատ ավելի այսպես
աննախադեպ բաներ, այսպես ասեմ, տեսան աննախադեպ բաներ, որոնք նախկինում ավելի հազվադեպ էին հանդիպում։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ես գիտեմ, որ փետրվարի սկզբին 5-ին սպասվում է դատական նիստ, որը նիստը չի։ Դատական նիստ չի լինելու, մենք վերաքննիչ ողոքի հետ կապված ենք նորության այո սպասում, թե դատանը ինչ որոշում կտա, իհարկե հույս ունենք, որ փոփոխություն կլինի դեպի լավը, կամ ռեժիմի տեսանկյունից, կամ առհասարակ խափանման միջոցի վերացման տեսանկյունից, ամեն դեպքում դրա հիմքերը Խաչիկ Գալստյանին կոնկրետ անազատության մեջ պայելու հիմքեր չեն եղել եւ չկան, եւ վստահաբար Խաչիկ Գալստյանը հայտնվելու է ազատության մեջ։ Մենք դա մեր ջանքերով պետք է փորձենք մոտեցնել, բայց թե դա երբ կոնկրետ կլինի, ցավոք փետրվարին որևէ փոփոխություն կլինի, որովհետեւ ամենայն դեպս դրա վրա խաչ քաշել չենք կարող։ Մենք տեսնում ենք այդպիսի դեպքեր, որովհետեւ դատավորը այն մարդն է, որը կարող է եւ հենց վերջին պահին որոշել, որ այդուամենայնիվ ինքը դատավոր է եւ պետք է արդար դատի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Պարոն Բաբայան, շնորհակալություն։ Ես արդեն գնում եմ ձեր կուսակցությունից, չեմ խանգարում ձեզ, բայց իհարկե վերադառնալու եմ այստեղ, որովհետեւ մենք դեռ չենք խոսել ամենակարևոր նախընտրական հարցերի մասին, որոնց կանդրադառնանք։ Այսպես ասած, հաջողություն ձեզ։